սրա անունը վերնագիրը դրել եմ ինքնախոստովանություն։ Առաջին մասը խոսում այն մասին, թե ինչպես պետք է խաչը կրել։ Երկրորդ մասը խոսում այն մասին, որ ինչպես բնավ չի կարելի խաչը կրել Աստծո ժողովուրդ։ Որպեսզի մենք ինքնախաբեության մեջ չհայտնվենք, թող Տերը ողորմություն անի։ Եվ այդ երկրորդ մասի մեջ ես ինչ շատ եմ տեսնում։ Թող առաջին մասը ձեզ վերաբերվի, երկրորդը ինձ։ Համաձայն եք։ Դուք ինքներդ կդատեք։ Ես այդպես եմ տեսնում։ Մարդ կա իր խաչն է շալակած տանում։ Մարդ կա ելել է շալակը խաչի։ Դու որ լսեցիր խոսքը արարչի եւ հանձնվեցիր կամքին քո փրկչի, վերից ծնվեցիր հարություն առած, ջրում թաղեցիր հին մարդը դմեռած, եւ Աստծո խոսքի լույսը վեր պահած, դարում խավարած, նեղ դռնով մտար, նեղ ճամփով անցար ու նոր կյանք գտար։ Ինչ որ ունեիր հնում, թաղեցիր, գանձ պարունակող արտը գնեցիր, ոսկուց, արծաթից ու թանկ քարերով սուրբ վեմի վրա տաճար շինեցիր։ Եվ քո սրտի մեջ Աստծո տաճարում, սրբության սրբոց Աստծո խորանում, Հիսուսը գահին հորաչում նստած եւ իր արյունով քեզ համար հեղված, բարեխոսում է, խնդրում Աստծուն, որ հայրը ների զղջացող մարդուն։ Եվ Աստծո որդու սուրբ արյան գինը փոխեց քո կյանքը եւ արտաքինը։ Արդեն ամեն օր դու ջանք ես անում հասնել Հիսուսի լման հասակին։ Հետինը թողած առաջ ես գնում, որ հաղորդ լինես Աստծո մեծ փառքին։ Եվ հոժար հոգին մարմնին տկար, պահում է մեղքից, ցանկությունից չար, չի թողնում դառնաս գերի հաճույքին, որ մնաս հաղորդ Աստծո մեծ փառքին։ Ինչ քեզ օգուտ էր, վնաս ես սեպում, կեղծիքն ու սուտը քեզնից դեն նետում, չես հաճոյանում մարդկանց առաջին, որ մնաս ծառա միայն քո փրկչին։ Սոված ծարավին տալիս ես հաց, ջուր, դուռդ բացում ես օտարի առաջ, մերկին հագցնում հագուստը դմակուր, խեղճին ընկածին գնում ընթառաջ։ Սիրում ես նույնիսկ թշնամու դժկամ եւ սրտանց օրնում քեզ անիծողին, երբ պահանջում են շապիկդ, անգամ դու բաճկոնդ ես տալիս ուզողին։ Մտքիդ մեջ ծածուկ դու չես շնանում, անժուշկալությամբ չես ագահանում, դու վարձք չես առնում սուրբ խոսքի համար, թեկուզ մարդիկ քեզ համարեն հիմար, վտանգ տեսնելիս երբեք չես լռում, երբեք չես ծռում ճշմարտությունը, հայացքդ ուղիղ երկինք ես հառում, քանզի Աստծուց է քո փրկությունը։ Երբ խոսքի համար աճայտից զարկին, մյուսը դարձրիր դու խոնարհաբար, հետամուտ չեղար քո անձի փառքին, խաչի խորհուրդը ուժ է քեզ համար։ Երբեմն կյանքում լինում է դադար, երբ դու չգիտես, թե ինչպես վարվես, դեռ մնաս այստեղ սուրբերի համար, թե դուրս գաս մարմնից ու Աստծուն փարվես։ Այսպես խոնարհված, խաչը քո ուսին, աշխարհը մերժած, անձը տուրացած, գնում ես առաջ հետքով Հիսուսի, հավատքը, հույսը, սերն ամուր պահած։ Ուրեմն մարդ կա իր խաչն է տանում, մարդ էլ կա ելել է շալակը խաչի։ Նա որ ելել է շալակը խաչի, արդյոք որևէ բանից կամաչի։ Արդյոք զգում է հոտը դիակի, մեղքի մեջ մեռած իր հին էակի,
Նա մտավ ջուրը տկար, պիղծ ու չոր, դուրս ելավ ջրից, թրջված մեղավոր։ Եվ հին Ադամի ժառանգությունը իր հետ նա բերեց Աստծո տունը։ Վարժված լինելով աշխարհի կյանքին, տիրապետելով ստի հնարքին, Աստծո անունը բերանը առած, անկուշտ ու ագահ, աչքերը առած, ամեն բանի մեջ իր շահն է փնտրում եւ միշտ հեշտ ու լայն ճամփան է ընտրում։ Շողոքորթելով բարձր կանգնածին, Աստծո տան մեջի սյունը կարծվածին, այնտեղ հաստատեց նա իր աթոռը, որ այն ժառանգեն տղան ու թոռը։ Ափսոս, շատ ափսոս, վերից չծնված, բայց երկու անգամ արդեն իսկ մեռած, անպետք ծառի պես արմատից խլված, ինչպես անջուր ամպ, մինչ երկինք ելած, աստղ մոլորված, կույր, թափառական, կույրին շեղեցիր ճամփից իսկական, ծով ցամական ցար, նման անցորդի, դարձրիր քեզ պես կորստյան որդի։ Ոնց ես փափագում, քեզ ռաբի կանչեն, ու մարդիկ որպես սուրբ քեզ ճանաչեն։ Դարան ես լարում Աստծո գառներին, որպեսզի հասնես քո փառքի գահին։ Եվ այդ գառների մորթին դու հագած, ուզում ես ծածկել քեզ, հոշոտող գայլ։ Քար քարի վրա չի մնա կանգնած, Հերովդես աշեն կառույցից մռայլ։ Ով դու չար մշակ, ով հովիվ վարձկան, ով քամուց քշված հողմակոծ ալիք, դու շահավաճառ Աստծո փրկության, դու ծախված հոգի, չարի խաղալիք, ծիածանից էլ շատ գույներ ունես, գարշելի սողուն քամելոնի պես, ինչ միջավայրի մեջ էլ հայտնվես, այնտեղի հարմար ձևը կընդունես։ Նշանակություն երբեք չես տվել, թե ինչ ուսմունք են քո առջև դրել։ Ով է շեյեղը, դու միշտ փալանը, սա է քո միակ նշանաբանը։ Իսկ հիմա գուցե մեկը հարցնի, թե սա խաչի հետ արդյոք կապում, չէ, սրան խաչին ոչինչ չի կապում, սա խաչով միայն մարդկանց է խափում, երբեմն խաչից շինում է խարան, փող չտվողին քաշում դատարան, ամբիոն է շինում սա խաչի տեսքով, որ քարոզողը երևա խելքով, սրապապերը հենց այս նույն խաչով խարույկ են օրհնել իրենց պիղծ աչով եւ խարույկների մեջ այդ բոցավառ մարդկանց են վառել անմեղ ու արդար։ Բավ է, չխոսենք խաչակիրներից, նրանց կործանած բյուր հոգիներից, որտեղ որ ների ոգին է շնչում, խաչի իսկական իմաստն է կորչում։ Բայց կա փրկություն, ով անմահոքի, շտկիր թռիչքը քո ունայն մտքի, նայիր Աստծո որդի Հիսուսին, մինչև վերջ տարավ խաչը իր ուսին։ Եթե արդարը իր խաչին կանվեց, նույն բանի համար խաչը մեզ տրվեց։ Մի բազմիր խաչին, առայն քո ուսին եւ լուր հետևիր խաչյալ Հիսուսին։ Գործանումից ազատեց Աստծո ողորմությունը, անհույս կյանքս ամոքեց Աստծո ողորմությունը, որ հիմա ես ապրում եմ, Տիրոջս ծառայում եմ, Աստծո ողորմություն է, Աստծո ողորմություն է, որ հիմա ես
ապրում եմ, Տիրոջս ծառայում եմ, Աստծո ողորմություն է, Աստծո ողորմություն է, որ մեղքերը իմներեց, Աստծո ողորմություն է, իր Սուրբ Հոգին պարգևեց, Աստծո ողորմություն է, որ հիմա հավատք ունեմ և հավատքով քայլում եմ, Աստծո ողորմություն է, Աստծո ողորմություն է, որ հիմա հավատք ունեմ և հավատքով քայլում եմ, Աստծո ողորմություն է, Աստծո ողորմություն է, ուզում եմ գովաբանել Աստծո ողորմությունը ու կրկին փառաբանել Աստծո ողորմությունը, զորությունը երկնավոր, օրհնությունը փառավոր, Աստծո ողորմությունը, Աստծո ողորմությունը, օրհնությունը երկնավոր, զորությունն իր փառավոր, Աստծո ողորմությունը, Աստծո ողորմությունը, ամեն ինչ մի օր կանցնի, նույնիսկ ողորմությունը աշխարհից կվերցնի, Աստված ողորմությունը, որտեղ տեղն է սուրբերի, հավերժ կլուսավորի, Աստծո ողորմությունը, Աստծո ողորմությունը, որտեղ տեղն է սուրբերի, հավերժ կլուսավորի, Աստծո ողորմությունը, Աստծո ողորմությունը, Տեր օրհնի ձեզ ժողովուրդ։